Բարի օր մեզ միացած բոլոր ռադիոլսողներին եւ ռադիոդիտողներին, դուք միացրել եք 106 եւ 5 հաճախականությունը, դիտում եք մեզ կամ էլ թվային հարթակներում, թարմուղեղով զրույցն ենք մենք սկսում, որի ընթացքում լուսաբանում ենք քարոզարշավը, հրավիրում տարբեր ուժերի ներկայացուցիչների եւ այսօր առաջին խոսափողի մոտ իմ զրուցակից Հանրապետություն կուսակցության падգամավորի տեխնացու Անահիտ Ադամյանն է, բարև ձեզ։ Բարի օր։ Շնորհակալություն, որ այստեղ եք, շնորհակալություն, որ ժամանակ եք գտել քարոզարշավի ընթացքում, ոնց կգնահատեք նախ բոլորին ես դա եմ հարցնում, այս քարոզարշավը ինչպես է ընթանում։ Սկզբում շատ լավ էր, անկեղծ ասած, բայց ինչ որ կեսից գաղափարական ծրագրային պայքարը կարծես թե հետին պլան մղվեց եւ առաջ եկավ ոչ նորմատիվ լեքսիկոն։ Ամենայն դեպս Հանրապետություն կուսակցության համար դա խիստ մերժելի երևույթ է, որտեղ մենք բոլոր դեպքերում կողմնակից ենք թե ծրագրերի, թե գաղափարների, թե տեսակետների մրցակցությանը, բայց ամենայն հավանականությամբ այդ մրցակցությունը չի ստացվում, որովհետև քաղաքական որոշ ուժեր ակնհայտորեն տեսնելով, որ իրենց ակնկալիքները չեն իրականանում, փորձում են քաղ տեխնոլոգիաներ կիրառել եւ այդ քաղ տեխնոլոգիաներից էլ մեկն է միմյանց անվանակելով բարձրանալ լրատվական այդպես top 10-յակի առաջին սյունակներ։ Դա յուրովի ստացվում է, բայց գիտեք, եթե նայում եք այսպես կողմնակի հայացքով ոչ քարոզարշավի ներսից, դա սեփական թուլության, սեփական պարտության խոստովանություն է։ Դու չես կարողանում մարդկանց ներկայացնել քո գաղափարը եւ ստանալ քո գաղափարին համառեք արձագանք, ուստի դու դիմում ես կարծում շամարտում թե որտեղ գոտկատեղից ներքև հարվածի էֆեկտ տակտիկա կա, կիրառում ես այդ տակտիկան եւ բնականաբար ստանում ես օրվա մեջ էֆեկտ, բայց արդյոք այդ էֆեկտը ընտրությունների վրա ազդելու է։ Ես կարծում եմ, որ բոլոր մտածող մարդկանց համար դա ընտրությունների վրա իրոք կազդի հակառակ իմաստով։ Մենք ձեզ հիշում ենք 21 թվականին ընտրությունների ժամանակ, դրանից հետո բոլոր եղած ընտրություններին դուք ակտիվ եք եղել, որն է ձեր հիմնային գաղափարախոսությունը, որ միշտ այդ պահում եք ու ձեր կարմիր գծեր ընտրությունների ժամանակ։ 21 թվականին էլ արտահերթ ընտրություններում էլ 21 թվականից առաջ էլ ընդհանրապես Հանրապետություն կուսակցության գոյության հիմքերի հիմքը մեկն է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը։ Կարող եք դրան անվանել կարմիր գիծ, կարող եք դա անվանել տաբու, ինչպես ցանկանաք, բայց կա մի գիծ, իրոք կա մի գիծ, որից են կողմ որևէ կոմպրոմիս կամ որևէ, չգիտեմ, բանավեճ նույնիսկ ընդունելի չէ, որովհետև եթե դու կորցնում ես Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը, դու այլևս քննարկելու ոչինչ չունես քննարկելու։ Ինքնիշխանության ամրակայումն է մեր խնդիրը նաև այս ընտրություններում, որովհետև մենք շատ չափազանց շատ օրինակ այս ընտրությունների առանձնահատկությունը, եթե դուք ինձ հարցնեիք 21 թվականի ընտրությունների ընտրաշավի եւ 26-ի ընտրաշավի տարբերություններն ու նմանությունները, առաջին հերթին ես կասեմ, որ բոլոր այն ուժերը, որոնք տասնամյակներով Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը զրոյացրել են, տասնամյակներով Հայաստանի Հանրապետության տնտեսությունը ոչնչացրել են, բառացիորեն ոչնչացրել են թե տնտեսություն, թե բանակ, թե զարգացման որևէ հեռանկար, հիմա ամենից բարձր բղավում են այդ ինքնիշխանությունից։ Հիմա ամենից բարձր բղավում են, որ տնտեսությունն է պետության հիմքը։ Ինչու եք դուք ձեզ հակասում, ինչու եք դուք ոչնչացնում ձեր պաշտոնավարման տարիները։ Մենք նման խնդիրներ չունենք, մենք ասել ենք, ասում ենք եւ ասելու ենք, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է լինի զարգացած տնտեսության պետություն եւ այդ զարգացման հիմքում պետք է լինի արդյունաբերությունը։ Մենք ոչ թե պետք է անverջ կառուցենք ճանապարհներ, դպրոցներ, մանկապարտեզներ, որը ինքնին հասկանալի է, որը ինքնին անհրաժեշտ է, որևէ մեկը շինարարության դեմ չի, բայց շինարարությունը չի դառնում արտահանվող ապրանք։ Դուք պետք է մրցունակ ապրանք կարողանաք արտահանել։ Այս ամբողջ տարիներին 2018-ից առ այսօր, երբ այդ ազդարարվեց տնտեսական հեղափոխությունը, տնտեսական որևէ հեղափոխություն չեղավ։ Եվ հենց հիմա, երբ Ռուսաստանից օրը մեջ հնչում են հայտարարություններ ծաղիկի, կոնյակի, ջերմուկի, այսօր էլ արդեն գազի գնի թանկացման մասին, այդ վարած քաղաքականության պատճառով է։ Որովհետև եթե այս ընթացքում հնարավոր դարձած լիներ, իսկ դա հնարավոր է real time, real քաղաքականության, real պոլիտիկի մեջ, ռուսական մոնոպոլիաները նվազեցնել կամ ռուսական մոնոպոլիաները վերացնել, Ռուսաստանը այլև տնտեսական գործոն չէր ունենա մեզ վրա ազդելու։
այլևս սպառնալիքներ չէր կարող օրը մեկ տեղալ։ Սա է խնդիրը։ Մենք գնալու ենք խորհրդարան, հանրապետության խորհրդարանում հայտնվելու նպատակը հենց դա է՝ վերականգնել իրականում ուժերի հավասարակշռությունը տարածաշրջանում ուժերի հավասարակշռության վերականգնման հիման վրա տնտեսության կառուցվածք փոխել, մտածողություն վերջապես մթնոլորտ փոխել, սա ինչ ասեմ, ինչ մթնոլորտում ենք մենք միմյանց հետ հարաբերվում։ Երբ է ուժերի բալանսը խախտվել։ Ուժերի բալանսը խախտվել է 1999 թվականի հոկտեմբերի 27-ի կրակոցներով, որովհետև դրանից հետո Հայաստանի Հանրապետությունը դադարեց գիտակցել, որ ինքը իրավահարաբերություններում սուբյեկտ է։ Դրանից հետո Հայաստանի Հանրապետությունը իր անվտանգությունը, իր տնտեսությունը, ժողովրդագրական պատկերը ամեն ինչ սկսեց դիտել Ռուսաստանի ռակուրսով։ Անկամ Լեռնային Ղարաբաղի առնչությամբ համարվում էր, որ հարցը լուծված է, ստատուս քվոն հավիտենական է, Ղարաբաղը մերն է ու մերն է լինելու հավիտյանս հավիտենից։ Այդ ժամանակ մենք մոռացանք, որ տարածաշրջանի ամենամարտունակ բանակը, որը ունեինք 99-ին, պետք է զարգացնել։ Այդ ժամանակ մենք մոռացանք, որ մենք ունենք արդյունաբերության վերագործարկման խնդիր։ Եվ վերջին հաշվով այդ ժամանակից մենք դադարեցինք աշխարհին նայել սեփական տեսանկյունից, մենք սկսեցինք նայել Ռուսաստանի դիտանկյունից աշխարհին։ Իսկ Ռուսաստանը մեզ խոստանում էր հավերժական բարեկամություն, բայց խոստանում էր մեզ հավերժական բարեկամություն, զինում էր Ադրբեջանին։ Մեզ տալիս էին ինչ-որ այսպես պաշտպանական զենքեր, որը հետագայում նույնիսկ այդ տարիների իշխանավորները որակեցին մետաղի ջարդոն, 70-ականների մետաղի ջարդոն, իսկ Ադրբեջանը զինում էր ամենաժամանակակից զենքերով եւ վերջին հաշվով Ադրբեջանը այդ ընթացքում զարգացնում էր իր տնտեսությունը։ Ադրբեջանը այդ ընթացքում իրական դաշնակից էր ձեռք բերում իդեմս Թուրքիայի։ Այսինքն Ադրբեջանը անում էր քայլեր, որոնք մենք չէինք կարող մեծերին ուժեղացնելը դա արդեն լուրջ խնդիր է առաջացնում, փոքրերի կողքին պետք է միշտ լինի։ Բնականաբար այդ ընթացքում Ադրբեջանի եւ Հայաստանի քայլերը, եթե դուք դնում եք, փորձում եք համատել, որ պետությունը ինչ է արել, ակնհայտ է դառնում անխուսափելի էր Ադրբեջանի հարձակումը Արցախի վրա, պարզապես անխուսափելի էր, որտեղ Ադրբեջանը այդ պոտենցիալը կուտակել էր, իսկ մենք մեր ունեցած պոտենցիալը հաղթանակի մեր ներուժը զրոյացրել էինք։ Այո, հայտնի բառով մսխել էինք։ Մեղմասած։ Տիկին Ադամյան, այդ տնտեսությունից դուք խոսեցիք դրա կարևորությունից, որ առաջնային պիտի այդ հարցը դրվի։ Իմ տպավորությամբ դրա կողքին է նաև անվտանգությունը ու հետաքրքիր է այ վստահության ճգնաժամի հարցը։ Դրանց զուգահեռ որքանով է այսօր կարևոր եւ ձեր ուժի համար այս 3 հարցերը ինչ նշանակություն ունեն։ Մենք շատ հաճախ դուք ճշգրիտ նկատեցիք, մենք շատ հաճախ գիտեք ինչպես ենք պատկերացնում, ասենք զարգացնում ենք կրթության ոլորտը առանձին, զարգացնում ենք արդյունաբերությունը առանձին, զարգացնում ենք բանակը առանձին։ Մինչդեռ ժամանակակից աշխարհում ժամանակներ այնքան են արագացել, որ այդ ամեն ինչի համաժամանակյա զարգացումն է պետք, որովհետև այս պահին մեզ համար անվտանգությունը թե բանակի պրոֆեսիոնալ բանակ ունենալն է անվտանգություն։ Անվտանգությունը արտաքին քաղաքականության փոփոխությունը, անվտանգությունը կրթության բովանդակության փոփոխությունը, անվտանգությունը ժողովրդագրական պատկերի փոփոխությունը։ Այս ամեն ինչը անվտանգային համակարգ է, եւ անվտանգային համակարգում է տեղավորվում նաեւ Հանրապետություն կուսակցության A5 ծրագիրը։ Այդ A5 ծրագրի հիմքում առաջինը, որ մենք դրել ենք անվտանգությունն է, երկրորդը, որ մենք դրել ենք արտադրությունն եւ աշխատատեղերն են, երրորդը արդարադատությունը, չորրորդը արժեքները եւ վերջապես 5-րդը ապագան։ Ու մենք առաջարկում ենք Հայաստան 2040 զարգացման ծրագիր։ Մենք առաջարկում ենք, որ վերջապես մեր երկիրը պետք է գաղափարախոսություն ունենա եւ այդ գաղափարախոսության հիմքում պետք է լինի պետության երկարաժամկետ ծրագիրը, որտեղ մենք չենք կարող, գիտեք, այսպես 1 տարվա, 2 տարվա, 3 տարվա, առավելագույնը 5 տարվա ծրագրով զարգանալ պետությունը պետք է հեռանկար ունենա։ Մենք առաջարկում ենք արդյունաբերության վերագործարկում։ Մենք առաջարկում ենք մեր լեռնահանքահունքային ռեսուրսների լիարժեք օգտագործում։ Այդ ռեսուրսները այս պահին Հայաստանի Հանրապետության ժողովրդի կամ Հայաստանի Հանրապետության պետության ձեռքում չեն։ Դրանք դարձյալ ռուսական մոնոպոլիա են։ Բայց մենք ունենք հնարավորություններ այդ ռուսական մոնոպոլ իշխանության տակ գտնվող ռեսուրսներին զուգահեռ շահագործել մեր մյուս ռեսուրսները, որոնք դեռ մերն են, ու մենք դա չենք անում։
Մենք պարզապես դա չենք անում։ Շատ հեռու չգնալու համար հիշեցնեմ Ամուլսարի պատմությունը։ Դուք պատկերացրեք, եթե Ամուլսարը աշխատեր 5 տարի, եթե Ամուլսարը աշխատեր, ինչքան բյուջե ինչքան գումար կմտներ։ Բայց մենք դուրս տվեցինք ինչ-որ կեղծ բնապահպանների, որոնք բնականաբար ուղղորդվում էին ոչ Հայաստանի Հանրապետությունից, այլ Ռուսաստանի Դաշնությունից, որովհետև Ամուլսարը դեռևս միակ հանքներ, որը ռուսների ենթակայության տակ չէր Հայաստանի Հանրապետությունում։ Այս հարցով ես մի քիչ վախենում եմ խոսել, որովհետև բնապահպանները բացարձակ այլ տեսակետներ են հայտնում։ Մի վախեցեք բնապահպաններից, ես ձեզ ամենայն լրջությամբ վստահեցնում եմ, որովհետև այն տեխնոլոգիաները, որոնցով շահագործվելու Ամուլսարը 1000 անգամ ավելի անվտանգ են այն տեխնոլոգիաներից, որոնցով այսօր շահագործվում են Հայաստանի Հանրապետության գործող հանքերը։ Բնապահպանները ինչու է այդ առնչությամբ աղմուկ չեն բարձրացնում, բայց աղմկում են միայն Ամուլսարի առնչությամբ։ Արդյոք սա քաղաքական խնդիր չէ։ Սա է ամբողջ հարցը։ Տեսեք, մենք առաջարկում ենք կառավարության կառուցվածքում փոփոխություններ, որովհետև մեզ համար գերկարևոր է էներգետիկ անվտանգությունը, ու մենք առաջարկում ենք ստացել էներգետիկայի եւ ատոմային էներգիայի նախարարություն։ Մենք շատ լայն ընդարձակ մանրամասն մշակված ծրագիր ունենք ջրային ռեսուրսների կառավարման։ Ես Հայաստանի Հանրապետությունում նոր չպիտի շրջեմ, բայց հերթական այս մարզային այցելությունների ժամանակ ես եւս մեկ անգամ համոզվեցի, թե մենք 100 ջրային պաշարներ ունենք։ Ինչքան անտերության է մատնված։ Ահավոր, ֆանտաստիկ։ Այս մեր անտարբերության հիմքում բյուջե չլցված գումարներն են։ Գիտեք, որ Հայաստանի Հանրապետության այդ ջրային ամբողջ ռեսուրսները վերջ առաջ գնում լցվում են Կասպից ծով, ինչու համար։ Ինչու են պատճառը այն դեպքում, երբ մենք ունենք գյուղատնտեսության մեջ ոռոգման խնդիր։ Մենք կարող ենք այդ խնդիրը լուծել ջրամբարտակների կառուցումով։ Հաստատ կարող ենք, եւ մենք կարող ենք նաեւ ոչ միայն մեր Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսական ոռոգման եւ խմելու ջրի կարիքները հոգալ, այլ մենք կարող ենք ջուրը վաճառել։ Տեսեք, արաբական աշխարհում ինչ է կատարվում, հարևան Իրանում նույնիսկ ուզում էին մայրաքաղաք տեղափոխել, որովհետև ունեին ջրի խնդիր։ Ամբողջ արաբական աշխարհը, Իրանը մենք կարող ենք ջուր արտահանել։ Առհասարակ մենք որպես գյուղատնտեսական երկիր շատ քիչ է խոսվում դրա մասին, շատ քիչ, եթե մենք պիտի դա տեսնենքոնե ծրագրերի երկրորդ կետում, մաքսիմում երրորդ կետում, մենք միշտ դա տեսնում ենք ամենավերջին կետում։ Չէ, մենք ամենավերջին կետ չենք դրել, մենք առաջարկում ենք գյուղատնտեսության շատ հետաքրքիր ծրագրեր եւ մենք առաջարկում ենք գյուղատնտեսության նախարարության պարտադիր վերականգնում։ Մասնագետների խնդիր տեսնում եք այդ ոլորտում։ Այս պահին այո, որովհետև գիտեք գյուղատնտեսությունը կարծես մղված է ինչ-որ, ինչ ասեմ, ներդրումներ արվում են, բայց ներդրումները արվում են որոշակի ճյուղերում, օրինակ զարգացնում են ջերմոցները, բայց ջերմոցները դեռ գյուղատնտեսություն չեն։ Մեզ պետք է ընդհանրապես պետք է լավ գույքագրում անցկացնել Հայաստանի Հանրապետությունում։ Իրավիճակային լուծումներ են, էլի, լրիվ ճշգրիտ գնահատական տվեցիք։ Մենք չունենք գույքագրում, մենք ամբողջական քարտեզը չունենք Հայաստանի Հանրապետությունում ինչքան հող կա ընդհանրապես։ Այդ հողերից որքանն է սեփականաշնորհված, այդ հողերից որքանն է սեփականաշնորհված եւ մշակվում է, որքանը չի մշակվում։ Այդ հողերից որքանն է հարմար անասնապահության համար, որքանն է հարմար մշակովի բույսերի համար, անտառտնտեսության զարգացման համար, մենք այդ պատկերը, այդ քարտեզը չունենք։ Այո, ճշգրիտ բնորոշեցիք, մենք տալիս ենք իրավիճակային լուծումներ։ Հնարավոր է փող աշխատել ջերմոցային տնտեսությամբ, ամբողջ գյուղատնտեսությունը նպատակաուղղում ենք ջերմոցային տնտեսության ստեղծմանը։ Մինչդեռ Հայաստանի Հանրապետության բնությունը, Հայաստանի արևը եւ Հայաստանի հողը այնպիսի բույսերի եւ մաքուր արտադրության էկո մթերքների, որը շատ բարձր գին ունի եվրոպական շուկայում, այնպիսի հնարավորություն են տալիս, որ ուղղակի դժվար է հնարել, բայց դրա համար պետք է ներդրումներ, դրա համար պետք է ծրագիր։ Եվրամիությունը գալիս է, այդ ծրագրերը առաջարկում է։ Եվրամիությունը գալիս է դրա համար թե ներդրումներ է անում, թե դասընթացներ է կազմակերպում, ոնց հասնել այդ հնարավորություններին։ Իսկ մենք այդ ճանապարհով չենք գնում, որտեղ մեզ համար շատ ավելի գերադասել է, ասենք, ռուսական շուկան, որտեղ ինչ ապրանք ուզում է լինի, փողը կտանք կոռուպցիոն սխեմաներով, այնտեղ կարող ենք վաճառել, բայց մենք այնուամենայնիվ հաշվի չենք առնում այն հանգամանքը, որ Ռուսաստանի Դաշնությունը ցանկացած առևտուր կամ իր երկրից Հայաստանի Հանրապետություն մտնող ապրանք եւ Հայաստանի Հանրապետությունից իր երկիր մտնող ապրանքին տալիս է քաղաքական արժեք։
Օրինակ ցանկացած պահի կփակվի Լարսը։ Ստեղծել ենք այլ ընտրակներ Լարսին, փառքաստու մի քանիսը ոնց որ արդեն ձևավորվում են։ Իսկ եթե Հայաստան-Թուրքիա սահմանել հնարավոր դարձավ բացել, Լարսը արդեն կորցնում է իր այդ միակ ասեմ կյանքի ճանապարհ լինելու արդիականությունը, այսինքն Ռուսաստանի Դաշնությունը մենաշնորային իր կարգավիճակը կորցնում է հերթական քաղաքական լծակայ դրա համար Ռուսաստանի Դաշնությունը բոլոր հնարավոր ջանքերը գործադրում է, որպեսզի հայ-թուրքական հարաբերություններ չլինեն դե ֆակտո, չձևավորվեն եւ սահման չբացվի, որտեղ իր քաղաքական դիվիդենդները ազդեցության լծակները Հայաստանի Հանրապետության վրա կորցնում են ընդհանրապես։ Դե շատ է խոսվել առհասարակ, որ Ռուսաստանը սիրում է այսպես լարված իրավիճակներում գործանել, իր համար դա ամենաարդյունավետ միջոցն է աշխատելու։ Ռուսաստանի Դաշնությունը համար դա նոր ամենափորձառուն է։ Դա միայն հարավային Կովկասում չի այդ քաղաքականությունը, այդ քաղաքականությունը վարվում է այդ խորհրդային տարածքի բոլոր պետություններում։ Եթե դուք վերցնեք Միջինասիական Հանրապետությունները, այնտեղ բոլորը միմյանց հետ կամ սահմանային վեճեր ունեն, կամ արտադրական վեճեր ունեն, այսինքն անընդհատ Թեժությունը միշտ կա։ Այո, բաժանիր, որ դիրես քաղաքականությունն է, վերջապես այդ բոլոր պատերազմների ժամանակ Ռուսաստանը հայտնվում է հաշտարարի դերում եւ ասում է՝ «Այ կլսեք, ինձ այս հարցերը կլուծեն, չեք լսի, դե գնացեք իրար կերեք»։ Դա է Ռուսաստանի վարած քաղաքականությունը։ Ու պատահական չի, որ ասենք ընտրությունների այս քարոզարշավի ընթացքում Ռուսաստանից օրը մեկ հնչում են այդ Ռոսելխոզնա ձորի հայտարարությունները, որովհետև մեզ փորձում են հերթական անգամ, մեզ համար փորձում են հերթական անգամ ստեղծել 2013 թվականի սեպտեմբերի 3 հրաժարվեք Եվրամիությունից, այ Եվրամիության խորհրդաժողովները այստեղ տեղի ունեցան։ Վերջին հաշվով 2024-ին ընդունել ենք ստորագրահավաքի շնորհիվ 2025-ին ընդունել ենք Եվրամիության անդամակցության գործընթաց սկսելու օրենք եւ Ռուսաստանի նպատակն է հերթական հրաժարիմքը մեզնից փոխել Եվրամիությունից։ Մենք հավերժ մնում ենք ԵԱՏՄ-ում, մենք հավերժ մնում ենք Ռուսաստանի, ինչ ասեմ, ստրկության լծի տակ, որովհետեւ իրենք մտածում են մեր մասին։ Իրենք ինչ են մտածում մեր մասին, եկեք այդ արդեն չասեմ։ Տիկին Ադամյան, այ համեմատություն, երբ դուք մի փոքր անցկացրեցիք 21 թվականի եւ 26 թվականի ընտրությունների միջև, ես էլ մի փոքր այսպես վերհիշելով 21 թվականին ավելի շատ վախի մթնոլորտ էր տիրում, կարծես թե, եւ վախից դրդված էին պատերազմից հետո, այո, մարդկանց ընտրությունը ծայրահեղ էր շատ, այսպես ասենք, ու այդ վախի մթնոլորտից դրդված էին գնում ընտրության եւ ընտրությունը կարծես թե երկու ուժի մեջ էր կամ այոյի եւ ոչի մեջ էր, այսպես կարող ենք նաեւ ասել։ Հիմա կարծում եք փոխվել է դա եւ արդյոք հույսով են այսօր մարդիկ գնում ընտրության։ Այս կարծում եմ, որ այո, շատ փոփոխություններ կան 2021-ի համատեղ ժամանակ, պատերազմը նոր էր ավարտվել եւ բնականաբար գլխավոր հարցը խաղաղությունն էր։ Խաղաղության հավանականությունն, անհավանականություններ։ Հիմա գիտեք, բոլորը հանել են դիմակները։ Հիմա ի տարբերություն, ասենք 2021-ի Ռուսաստանի Դաշնությունը պարզապես վաբանկ է գնում, որովհետև ակնհայտորեն հասկացել է, որ բայց կան մարգարե չէ, բայց կայ ասածը սխալ էր։ Нам есть куда деться из подводной лодки։ Եվ հիմա մեզ փորձում են այդ վերադարձնել այդ խորտակված Սուզանավի մեջ ու ամեն ինչ դրա համար անում են։ Հիբրիդային պատերազմը հիմա մեզ համար արդեն կարծես դարձել է մանկական խաղալիք, կուբիկ են հավաքում, անտդ բացում, թե էլ ինչ կարող են էլ ինչ մեզ կրհամցնեն։ Դե եթե դրական տեսանկյունից նայենք, մենք իմունիտետ ենք ձեռք բերում այդ ամենի հանդեպ։ Հրաշալի ասացիք, ես էլ եմ համաձայն, որ մենք իմունիտետ ենք ձեռք բերել, բայց այստեղ մի խնդիր կա։ Իսկ որքանով ենք մենք պաշտպանված մեր իմունիտետով, որովհետև այնուամենայնիվ Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանի Հանրապետության դեմ էլ կիրառեց Մոլդովայի սցենարը, այնտեղ ուղարկեցին Իլան Շորին, այստեղ ուղարկեցին Սամվել Կարապետյանին։ Մոլդովայի օրենքները այնպիսին էին, որ Շորին վտարեցին մեղմ ասած եւ ընտրապայքարից շորեկոսակցությունը դուրս եկավ։ Մեծ Ադամյան, բայց վստահ եք, որ այդ սցենարը հենց Սամվել Կարապետյանի օրինակով էր։ Այդ դեպքում ինչու պիտի Պուտինը հատուկ հայտարարեր նրա անունը, լավ իմանալով, որ հայ հանրությունը ունի հակառուսական տրամադրություններ շատ սուր են։ Չէ, դուք այդտեղ անկեղծ ասած իմ կարծիքով մի քիչ պատմունքի մեջ եք, որովհետեւ տեսեք Ռուսաստանի Դաշնությունում երբևէ չեն մտածում, որ մենք պետք է ազատ, արդար, անկախ, ժողովրդավարական, թափանցիկ եւ այլ ընտրություններով իշխանություն ունենանք։ Նրանք չեն հասկանում դա ինչ է։
Քանի ընտրություն կարող եք Ռուսաստանի Դաշնությունը նշել, իրական ընտրություն։ Այնպեսի ընտրություն, որտեղ եղել են այլընտրանքային տեխնացուներ, որտեղ Պուտինի մրցակիցը չի եղել Պուտինը։ Դա անհասկանալի ինչ որ երևույթ է։ Պարզապես անհասկանալի երևույթ է ընտրությունը, երբ կա նշանակումը։ Ժողովուրդը նշանակում է մեկին, որ այլընտրանք չունի։ Պարզապես այլընտրանք չունի, որը մեկ անգամ համարենք Ելցինի կյանքի մեծագույն սխալը, եւ դա ցմահ պետք է տևի։ Պարզապես ցմահ պետք է տևի։ Ռուսաստանի Դաշնությունում պարզապես ընկալում չկա, որ ժողովրդավարությունը ինչի իրենք պատկերացնում են։ Օրինակ ժողովրդավարությունը ինչի որ ինչ որ բլոգեր հայտարարում է, որ Ուկրաինայի դեմ պատերազմը սխալ էր եւ հայտնվում է հոգեբուժարանում։ Ժողովրդավարությունը ինչի որ ընդդիմադիր քաղաքական ուժի ղեկավարը հայտնվում է բանտում, որտեղ անհասկանալի պայմաններում թունավորվում է ու մեռնում է։ Չգիտես սնկից, չգիտես ինչի։ Ժողովրդավարությունը ինչի որ ընդդիմության ներկայացին Կրեմլի պատի տակ կամրջի վրա գնդակահարում են։ Մեր ժողովրդավարության ընկալումները ուրիշ են։ Եվ վերջին հաշվով դուք ասում եք Պուտինին ինչու պետք է հակաքայլ աներ ըստ էության, եթե Սամվել Կարապետյանը իր տեխնացուն էր, որտեղ նա չի մտածում, որ դա կարող է հակաքայլ լինել։ Եկեք հաշվի առնենք Պուտինը, որ կարծում էր 3 օրում Կիև է մտնելու, 5 տարում չմտավ։ 5 տարում։ Ավելի քան երկրորդ համաշխարհային պատերազմն է։ Չմտավ։ Դրդոփում է, հետո առաջ են անում, անverջ հաղթանակներ են ներկայացնում, արդեն Կիևի վրա Օրեշնիկ ու, չգիտեմ, Իսկանդար են։ Հետո այստեղ կարևորը թե ժողովուրդը ինչ է ասում։ Պատկերացրեք, որ ժողովրդին փորձում են վախեցնել։ Այս բոլոր պատժամիջոցները ըստ էության Ռուսաստանի Դաշնության պատժամիջոցները ինչու են հենց հիմա կիրառվում Հայաստանի Հանրապետության դեմ։ Օրինակ բոլոր այն մարդկանց, ովքեր ունեն ջերմոցներ, ովքեր ծիրան կամ չգիտեմ, կոնյակ, ջերմուկ, ինչ որ արտահանում են, նրանց ասում են նո, չգնաք, Նիկոլ Փաշինյան չընտրեք, Հանրապետություն չընտրեք, ընտրեք այս Սամվել Կարապետյանին, ընտրեք Ռոբերտ Քոչարյանին, ընտրեք Գագիկ Ծառուկյանին, որովհետև միայն այդ պարագայում դուք կարող եք ձեր ապրանքները արտահանել։ Անկայունություն ստեղծել, վախեցնել, պարզապես վախի մթնոլորտում պահել, խաբել, ստել, որովհետև Ռուսաստանի Դաշնությունը այլևս այն Ռուսաստանի Դաշնությունը չի, որ կարող է իր սպառնալիքները իրագործել։ Կգա հունիսի 8-ը եւ կպարզվի, որ ոչ մի սպառնալիք էլ չեն կարողանալու իրականացնել։ Պարզապես վախում են, պարզապես ստում են, պարզապես փորձում են մեզ վրա ճնշում գործադրել տնտեսությամբ։ Գյումրիի սցենար հավանական համարում եք այս դեպքում, արդյոք այդ 3 ուժերը, որից կարծես թե ամենաշատն է հենց Նիկոլ Փաշինյանը վախենում միավորվելու պարագայում, պատրաստ են իրենց ձայները մեկը մյուսին նվիրաբերել կամ ունենալ ընդհանուր վարչապետի թեկնածու, եթե իրենց առաջնորդներին ենք մենք տեսնում, այս պահին միայն Գագիկ Ծառուկյանը չի վարչապետի թեկնածու հայտարարել, կարծես թե։ Չի էլ ասելու։ Իմ տպավորությամբ։ Դե բան չմնաց, ժամանակ չի մնացել, այն 2 ուժերը երկուսն էլ կարծես թե լուրջ առաջնորդներ են, մի քիչ անհասկանալի է, այդպես ընկալում ամեն դեպքում։ Իսկ Գյումրիում ով է սոր իշխանություն։ Ոչ ոք այդ հարցը չի տալիս, Գյումրիում այսօր կա իշխանություն։ Նրա իշխանությունն է մեղադրվում ամեն դեպքում, այն ինչ որ տեղի ունի։ Բայց իշխանությունը ինչու՞մ է մեղադրվում։ Եթե մարդը կաշառք է վերցնում, կաշառք վերցնողին կալանավորելու մեջ։ Չէ, իհարկե Գյումրու սցենարը փորձում են իրականացնել։ Եվ ամբողջ, գիտեք, ամբողջ կազուսը որն է։ Օրինակ Սամվել Կարապետյանը երբևէ չի կարող դառնալ Հայաստանի Հանրապետության վարչապետ։ Սամվել Կարապետյանը անգամ ընտրատուսակում չկա։ Եվ վստահաբար որևէ մեկ անգամ նրանք ովքեր այսօր առերևույթ կաշառքներ են, քանի դեռ կանոնայության կանխավարկածը, քանի դեռ հակակոռուպցիոն կոմիտեի սոսկ բացահայտումները դատարանի վճռով հաստատված չեն, ես չեմ կարող այլ լեքսիկոն օգտագործել, բայց կարծում եմ բոլորի համար էլ ակնհայտ է, թե այդ ընտրակաշառքները ինչ ծավալով են բաժանվում, եւ այդ ընտրակաշառքների հիմքում այո, էլի նստած է այն մեծ վախը, որ իրենք չունեն քաղաքական կապիտալ, որ իրենք չունեն ազդեցության որևէ այլ լծակ, այսինքն իրենք փորձում են գնել երկիրը, գնել ձայները, գնել իշխանությունը, գնել երկիրը, ուրիշ խնդիր չկա, բայց չի հաջողվելու այդ ծավալներով։
երբևէ խորհրդարանում մեծամասնություն չի կարող կազմել մեկ ուժ, որը ընդհանրի, որի քաղաքական, ֆինանսական, մարդկային, բարոյական, լավ չգիտեմ ինչ կարելի ավելացնել, այդ ամբողջ կապիտալի հանրագումարը գուցե չտա անգամ խորհրդարան մտնելու տոկոսները։ Նույնը Ռոբերտ Քոչարյանի պարագայում ակնհայտ է, չէ՞ որ Ռոբերտ Քոչարյանը համբալային բառապաշարին դիմեց այն պահին, երբ հասկացավ, որ իր քաղաքական կապիտալը չի երիքում, որ իրեն պետք է ինչ-որ քաղտեխնոլոգիա կիրառել, որպեսզի ուշադրության կենտրոն դառնա։ Ես տեսել եմ Գյումրիում, մենք այդ ժամանակ այդ պահին զուգադիպեց մեր Գյումրիում լինելու ընտրաշավը, մենք տեսանք Ռոբերտ Քոչարյանի հանրահավաքը ֆիասկո էր, պարզապես ֆիասկո էր։ Ավելի շատ իրենք Երևանից բերած իրենց մարդիկ էին, քան գյումրեցիներն էին։ Չկա այլևս մարդը մաշել է ինքը իր քոքը։ Եվ վերջին հաշվով այս պետությունը, այս ժողովուրդը, դուք, ես արժանի չենք ունենալու այնպիսի խորհրդարան, որտեղ լուծվում են մեր պետության համար կենսական հարցեր։ Իհարկե արժանի ենք։ 5 տարվա այս տեղապտույտից հետո մենք արժանի չենք ունենալու այնպիսի խորհրդարան, որտեղ հարցերը դրվում են եւ ստացվում են արմատական լուծումներ, ոչ թե այսպես ամեն ինչ նստում ենք բոլոր հնարավոր աթոռներին, հետո այդ աթոռները հերթով, այդ աթոռատերերը փորձում են մեր տակից քաշել ու մենք հայտնվում ենք որտեղ։ Մենք չենք ուզում, որ մեր պետությունը հայտնվի այդ որոգայթում։ Հանրապետություն կուսակցությունը գնում է խորհրդարան, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը վերջապես դադարի հապկանդամ լինել, որովհետև դա վտանգ է մեր պետության համար։ Հանրապետությունը գնում է խորհրդարան, որպեսզի վերջապես տնտեսական հեղափոխություն լինի այս երկրում, մտքի հեղափոխություն լինի, ու մենք կարողանանք այդ մրցունակ ապրանքների նոր լոգիստիկայով այդ մրցունակ ապրանքների արտահանում անել, որ մենք ապահովենք էներգետիկ անվտանգությունը, ու մենք վերջապես իրատեսական քայլ անենք, ոչ թե ասենք ինչքան մեզ թույլ կտան, այնքան մենք կգանք։ Ոչ, այդ Եվրամիությունը, այդ ՆԱՏՕ-ն եկել են քեզ ասում են մենք բաց ենք ձեր առաջ, քայլ արեք վերջապես։ Իսկ մենք այսպես, չգիտեմ, 18 տարեկան օրորդի պես նստում սպասում ենք կդնեն այդ մատանին մեր մատին, թե չեն դնի։ Չեն դնելու։ Քայլ պետք է արվի, ռեալ քայլ պետք է արվի, ռեալ պոլիտիկում պետք է քայլ արվի, այդքան ծրագրեր են ներկայացվում։ Այդ ծրագրերի հետևից պետք է գնալ։ Մարկո Ռուբիոն ինչու է գալիս Հայաստանի Հանրապետություն։ Մարկո Ռուբիոն գալիս Հայաստանի Հանրապետություն ասելով, որ այս տրիպը, որի վրա այդքան փորձում եք էլ BRICS, էլ չգիտեմ ինչ բերել, կապել, չի լինելու։ Այս տրիպը հայ-ամերիկյան նախաձեռնություն եւ լինելու է հայ-ամերիկյան նախաձեռնություն եւ Հայաստանի Հանրապետության համար ապահովելու է անվտանգություն, ապահովելու է տնտեսական զարգացում, ապահովելու է տարածաշրջանի տնտեսական զարգացում, հաղորդակցողիների բացում, տարածաշրջանի համար, տարածաշրջանային կտրվածքով։ Իսկ դա բացառում է պատերազմը։ Իսկ դա նշանակում է, որ Ռուսաստանի Դաշնությունը այլևս ընդհանրապես այս տարածաշրջանում, եթե վերանում են խաղաղության սպառնալիքները, եթե ապաշրջափակումն է վերանում, եթե տնտեսական պատժամիջոցները դառնում են ոչ գործունակ, ինչ պիտի անի այստեղ Ռուսաստանի Դաշնությունը։ Ճիշտ այնպես պետք է հեռանա, ինչպես հեռացավ Հարավսլավիայից, ինչպես հեռացավ Սիրիայից, ինչպես վերջապես հուսանք, որ կհեռանա Ուկրաինայից։ Այսքան Ռուսաստանի Դաշնության համար սկսվում է փակ ցիկլ, պարտությունների շղթա, եւ շատ կարեւոր է, որ հիմա Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցող ընտրություններում ժողովրդավարական ուժերը հաղթեն, որովհետեւ դա հերթական ազդակն է լինելու, որ Ռուսաստանի Դաշնության այս քաղաքականությունը, որը փորձում են հիմա այստեղ հեղաշրջման մակարդակով անցկացնել, հնարավոր չի լինելու վաղը իրականացնել Ղազախստանում, հնարավոր չի լինելու վաղը չեմիս օրը իրականացնել Qirgizistan-ում, այսինքն այս պահին մեզ նայում է նաև Միջին Ասիան, բացի նրանից, որ ամբողջ Եվրոպան է մեզ նայում, որովհետև եթե Հանրապետություն կուսակցությունը իբրև ստորագրահավաքը նախաձեռնող ուժերից մեկը հայտնվում է խորհրդարանում, դա շատ լուրջ հայտ է, որ ժողովուրդն է դա ուզում։ Ոչ միայն քաղաքական ուժն է դա ուզում, այլ ժողովրդի ազդակն է, որ Եվրոպան այստեղ ունի ժողովուրդ, Եվրամիությունը այստեղ ունի հենարան իր համար։ Դա է գերկարևորը, որովհետև մենք անverջ գիտեք, մենք իսկապես ворթեգրել ենք սպառողի հոգեբանություն, որը ինձ համար խիստ ցավալի է, որովհետև մենք անverջ սպասում ենք, մեզ ինչ կտան, մեր համար ինչ կանեն, մեզ ինչ կնվիրեն, մեզ ինչ չէ։ Այնքան հարստություններ մենք ունենք, որ կարող ենք աշխարհին տալ։
աշխարհի հետ պետք է հարաբերվել հավասարը հավասարի վրա։ Մենք ավելի շատ տալիք ունենք աշխարհին, քան ստանալիք, պարզապես մենք այդ գիտակցությունը չունենք, այդ ինքնագիտակցությունը մեզ համար պետք է լինի գերկարևոր խնդիր, ու հանրապետություն կուսակցության ահինգի ապագայի արժեքների հիմքում հենց դա է դրված, մարդու արժևորումը, պետության արժևորումը, վերջին հաշվով սիրո արժևորումը, որովհետև եթե չես սիրում, իսկապես չես սիրում քո երկիրը, չես սիրում քո երկրի ընդերքը, չես սիրում քո երկրի երկինքը ու չես սիրում այն երեխային, որը հենց հիմա ծնվեց, դու ընդհանրապես այդ երկրում անելիք չունես, դու դառնում ես վարձկան։ Իսկ մենք վարձկաններին, չգիտեմ, անցորդներին, եկվորներին թողնելու հայրենիք չունենք, այս հայրենիքը մերն է, ու մենք տեր ենք այս հայրենիքին։ Շնորհակալ եմ ձեզ զրույցի համար, տեսնենք թե ում կընտրի ամսի 7-ին հայ ժողովուրդը եւ ինչը կընտրի։ Վստահաբար հունիսի 8-ին կյանքը չի ավարտվելու, վստահաբար, ու ես հավատացնում եմ, որ հունիսի 8-ին մենք էլի շարունակելու ենք այսպես շիտակ, պարզ, ու նույնիսկ հավեսով ու սիրով իրար նայել, որովհետև մենք իրար դեմ պայքարելու բան չունենք, մենք պայքարելու խնդիր ունենք պետության ու հայրենիքի համար։ Մեզ լսողներին եւ դիտողներին հիշեցնեմ, որ իմ զրուցակից Հանրապետություն կուսակցության падգամավորի թեկնածու Անահիտ Ադամյանն էր, այսօր այսքանը, վաղը կրկին կհանդիպենք, լավ եղեք։